Ազգային հավաքականների մակարդակով երկու երկրների ուժեղագույն թիմերի այս հանդիպմանը մարզասերները սպասում էին առանձնակի հետաքրքրությամբ։ Բանն այն է, որ եւ Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականները մինչ այդ խաղը չէին ճաշակել հաղթանակի քաղցրությունը եւ դրան բնականաբար պետք է ձգտեին միմյանց հետ երկրորդ խաղում։ Ալբանիայում թիմերի հանդիպումը ավարտվել էր ոչ ոքի 1-1 հաշվով։ Բացի դրանից թիմերի հնարավորությունները գրեթե հավասար էին գնահատվում։ Արդարությունը պահանջում է ասել, որ առաջին խաղակեսում հյուրերի խաղը ավելի դիտարժան էր։ Նրանք առանձին դեպքերում ցուցադրում էին ավելի լավ պատրաստականություն։ Մեկ հպումով կարճ ու միջին տարածության փոխանցումներով, արագ անցնելով միջին գիծը, ալբանացիները մի քանի անգամ սպառնալից պահեր ստեղծեցին Բերեզովսկու պաշտպանած դարպասի մոտ։ Մենք հիմա կտեսնենք այդ պահերը։ Դաշտի տերերը իհարկե պարտքի տակ չմնալով ամեն ինչ անում էին կարգավորել խաղը։ Բայց առաջին վտանգավոր պահը այնուամենայնիվ ստեղծվեց Բերեզովսկու պաշտպանած դարպասի մոտ։ Դա 16-րդ րոպեին էր։ Ռանկլի համար 10 հարվածից հետո դաշտի տերերին օգնության հասավ դարպասաձողը։ Հայ ֆուտբոլիստները դրանից հետո կարծես սթափվեցին ձեռնարկելով մի քանի հակագրոհներ, բայց դրանք իրենց մեջ լուրջ վտանգ չէին պարունակում։ Մինչև ընդմիջում հյուրերը առնվազն 3-4 անգամ վտանգավոր պահեր ստեղծեցին մեր դարպասի մոտ։ Հիմա տեսեք, հյուրերը կազմակերպում են իրենց հերթական գրոհը եւ ինչպիսի վտանգավոր հարված է կատարում դարպասին Տարեն։ Նոր գրոհ են ձեռնարկել Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Տեսնում եք ինչպիսի վտանգավոր պահեր է ստեղծվում Հայաստանի հավաքականի դարպասի մոտ առաջին խաղակեսում։ Հեռու տարածությունից դարպասին հարվածում է Դայուն։ Ամենավտանգավոր պահը այնուամենայնիվ 42-րդ րոպեին էր, երբ Տարեն համար 11 գլխի հարվածով չկարողացավ մոտ տարածությունից գրավել դարպասը։ Իրոք շատ վտանգավոր պահ էր։ Եվ միայն 45-րդ րոպեին մեր տղաները լրջորեն անհանգստացրին հյուրերի պաշտպաններին ու դարպասապահին։ Էրիկ Ասադուրյանի եւ Ալբերտ Սարգսյանի ջանքերով քիչ մնաց հյուրերը խաղը վերսկսեին դաշտի կենտրոնից։ Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ։ Գլխավոր իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում։ Առաջ անցնելով ասենք, որ փորձառու Գառնիկ Ավալյանի, Էրիկ Ասադուրյանի եւ մյուսների ջանքերով հայ ֆուտբոլիստներին հաջողվեց կարգավորել խաղը։ Իդեպ Գառնիկ Ավալյանը այդ օրը նշում էր իր ծննդյան 35-ամյակը եւ հնարավոր ամեն ինչ արեց այն նշանավորելու նաեւ թիմի հաղթանակով։ Ավալյանը իրոք անցկացրեց իր լավագույն խաղը Հայաստանի ազգային հավաքականում։ Վատ չդրսևորեց նաեւ Համլետ Մխիթարյանը։ Հենց վերջինիս գցելու համար էլ երկրորդ խաղակեսի 15-րդ րոպեին մրցավարը նշանակեց տուգանային հարված հյուրերի դարպասից մոտավորապես 25-30 մետր հեռավորության վրա։ Գյումրեցի Հարություն Վարդանյանը, որը միշտ էլ աչքի է ընկել հուշկու հարվածներով, այս անգամ աչքի ընկավ նաև դիպուկությամբ։ Իսկապես գեղեցիկ գոլ էր։ Նման գոլեր այնքան էլ շատ չեն գրանցվում նույնիսկ ամենաբարձրակարգ ֆուտբոլիստների կողմից։ Վարդանյանի խփած գոլը անակնկալ էր հյուրերի համար։ Ոգևորված ձեռք բերածով դաշտի տերերը նաև արագ տեմպ հաղորդելով մրցակցությանը ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը։ Այդ րոպեներին իրոք մեծ ծավալի աշխատանք էր կատարում Ավալյանը։ Հավասարապես բաշխելով ուժերը նա ժամանակին օգնության էր հասնում եւ պաշտպաններին եւ հարձակվողներին։ 37-րդ րոպեին աչքի ընկավ մեր մյուս վետերանը Էրիկ Ասադուրյանը։ Տեսեք, թե ինչպիսի վարպետությամբ է նա ազատվում պաշտպանների հսկողությունից, գնդակը ուղարկում մրցակցի դարպասի հեռավոր անկյունը։ 2-0։ Գնդակը դիպչում է դարպասաձողին եւ նոր հայտնում դարպասում։ Դա հանդիպման ամենավճռորոշ պահն էր։
Հաղթանակը, ինչպես ասում են, ապահովված էր։ Բայց ոգևորված ձեռք բերածով մեր ֆուտբոլիստները մարզասերների բուռն աջակցությամբ նետվում էին առաջ զարգացնելու հաջողությունը։ Կարող էր աչքի ընկնել նաև Կարապետ Միքայելյանը, բայց նրա հարվածից հետո գնդակը չհայտնվեց հյուրերի դարպասում։ Այնուամենայնիվ դաշտի տերերի բուռն ջանքերը ավարտվեց նոր գոլով։ Պաշտպան Սարգիս Հովսեփյանի ձեռնարկած այս վտանգավոր գրոհից հետո հյուրերը իրենց տուգանային հրապարակում կոպտորեն գցում են Էրիկ Ասադուրյանին։ 11 մետրանոց Ավալյանը այն հստակորեն իրացնում է և հաշիվը դառնում է 3-0։ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը, այն էլ խոշոր հաշվով։